Բացեք եւ ձեր պահանջը եւ այսօր ձեր ուղերձը որն է, այսպես կկանգնեմ որոնք տեսախցի։ Ես Սարգսյան Արմեն Տարատիկին կանատել մեր պահանջը նորից նույնը գործընկերներն է եւ ես ունեմ ցանկանում եմ ոչ միայն հաստատել նրանց հասցնել, նաեւ ես քանի բառ եւ քանի միտ ավելացնել։ Ես անել ես համարում եմ ոչ միայն մեծ ապօրինություն, ոչ միայն մեծ անհրաժեշտություն, այլև մեր դրացական բարի հարաբերությունների մեր եւ վրացիների կյանքում անհասկանալի, ուրեմն ձևավորված մի թույլ կարծիք, որը որքան շուտ մեր համապատասխան պետական մարմինները եթե խառնում են լուծել, ապա շատ անգամ ավելի այս խմորը իր հետական ջուրը չի ունի, որովհետև այն ինչ կատարում է այսօր Վրաստանում դա բացառապես ոչ մի հիմնավորություն ունեցող երևույթ է, որովհետև նման երևույթ ընդհանրապես մենք երբեք չենք ունեցել։ Ես ավելի քան 40 տարուց ավել գինեգործարանի այդ ոլորտում եմ 1992 թվականի Արարատի գինեգործարանի սեփականատերն եմ, եւ ինձ համար անհասկանալի է այն մեջբերումները կամ միջազգային այս կոմունիկացիոն լոգիստիկ նորմալի խախտումները, որը վրացական կողմը ուզում է որևէ պատճառաբանություն կամ առանց որևէ պատճառաբանություն, ուրեմն վատթարական դեպքում ուրեմն բերի մեզ առաջ։ Մեքենաները կանոնեցնում են, եթե մեքենաները միջազգային այդ լոգիստիկ նորմաների խախտումը որևէ խնդիր կա, եթե դա իրոք հանրությանը, բնությանը, նարկոտիկներ են կամ այլ բնույթի գործ են, ապա դրա համար կա համապատասխան միջազգային նորմեր եւ գործընթացներ։ Անում ես, տեսնում ես, եւ եթե պատճառ կա, տվյալ հիմնարկին համապատասխան կամ տվյալ պետությանը համապատասխան քո պահանջն ես ներկայացնում։ Ոչ մի նման մենք խնդիր չենք ունեցել։ Ավելին, ամբողջ տարի ընթացքում մեր ապրանքը երբեք Վրաստանում չի կանգնել եւ երբևէ մենք նման խնդիր էլի չենք ունեցել, որ մեքենայի մեջ արգելված այլ գործեր։ Հետևաբար ինչու այսօր։ Հետևաբար ես կարծում եմ, որ սրանք ենթատեքստ կա, ես համոզված եմ, որ այս հարցը կլուծվի, բայց մենք պետք է որևէ պատճառահետևանքային կապը անբանապարզենք, թե ամենը ինչից ելավ, ինչ պատճառով, որտեղ կան գործարաններ, որոնք ընդհանրապես չեն կապվում։ Այդ գործարանները հարց է ծագում, այստեղ որ մեր պետական համապատասխան գերատեսչությունները պետք է հարց բարձրացնեն, թե ինչպես է որ նույն ալկոհոլը Հայաստանի նույն հողուջերի արտադրանքը մի այլ գործարանում առանց որակի ստուգման, անստուգման նույնիսկ գործարանները կանգնած են։ Գործակալի որ մենք մեր արժանապատիվ կեցվածքով, մեր հայկական բրենդի, մեր ազգային շահը, որտեղ Հայաստանի կոնյակագործությունը եւ գերգործությունը այնպես չի ուզում 30 տարում իհարկե եւ եկել։ Հասկանալի է որ թե կոնկուրենցիան խնդիրներ կան, բայց կոնկուրենցիան խնդիրների առումով իրանք իրավունք չունեն սա։ Իրենք գրուզի հասցեատերը, ապրանքի բեռի հասցեատերը չեն հանդիսանում։ Հասցեատերը ռուսական կողմն է եւ այս բանական ես կարծում եմ որ մեր հաջորդ երևի նման բողոքի ակցիան պետք է լինի ոչ միայն վրացական, այլև ռուսականի, որովհետև այսօր մենք ռուսական ընկերությունների կողմից մեծ տուժեր տուգանքներ ենք ստանում, իսկ ապրանքը հասցեագրված է նրանց։ Ակցիզային ապրանքներ են, այդ ակցիզային ապրանքների պատճառով մենք այսօր հսկայական բացի տուժ տուգանքներից ունենք լուրջ պարտավորություններ եւ արկային պարտավորություններ եւ մեր խաղաղորդների հանդեպ պարտավորություններ, մեր գործընկերների հանդեպ պարտավորություններ, որոնք այսօր այս ամենի արդյունքում մենք փաստորեն չենք կարող լուծել։ Պարոն Սարգսյանը, ինչու պետությունը չի կարողանում այս խնդիրը լուծել։ Շուրջ 2 ամիս է իրավիճակի մասին հայտնի է։ Ինչու։ Ես ասեմ ձեզ երեք շեմիստոր ունենք համապատասխան գործարանների ղեկավարների նախարարի մոտ եւ որպեսի չեմ ուզում այստեղ այս փակագծերը բացեմ, բայց տեղ կա, անպայման այդ փակագծերը բացելու ենք, այս հարցերը մենք շեշտադրելու ենք, որովհետեւ եթե նույնիսկ առանցին մարդիկ այսօր չեն շղթում այն որ գնացել են վրացիների հանդիպել, ապա արդյունքը մեզ համար պարզ չի։ Պաշտոնական գրություն ես ուղարկե պաշտոնական ինչ ես ներկայացել որ քեզ պարզ չի։ Այնտեղ գնում ես պաշտոնական անձի հետ հանդիպում ես եւ պաշտոնական անձը քեզ ուղարկում է ինչ-որ գողականի մոտ։ Եթե գողականը ուրեմն ես պաշտոնական պատասխանատու ես եկել նստենք այդ պետության հետ համապատասխան ձևով խոսենք։ Պարոն Սարգսյան, ձեզ տեղեկությունները որտեղից են, որ մյուս արտադրողներին թողնում են անցնել, իսկ որոշ արտադրողները դրա մեջ ոչ մի գաղտնիք բան չէ, դուք էլ կարող եք տեսնել, կամ բավական է որևէ պաշտոնյաց, կամ որևէ պատգամավոր իր դեպքում կա, անկախ քաղաքացիական հարցերից։ Գնա տեսնան այսօր, որովհետեւ այնտեղ նստած մարդիկ այսօր փոխանցում այս աշխատողների հաշվին։ Հիմա մենք մեր ժողովրդին ուղարկել ենք ու չենք կարող վճարենք, իսկ աշխատավարձ է ստանում։ Ուրեմն իրանք պետք է իրանց հետույքը այդ աթոռներից կտրեն, ձեռձրի որպես կոնսոլիդացված խնդիր, ելնեն գնան հաշվարկեն, տեսնեն, ստուգեն մեր ասելիքը, տեսնեն ճիշտ է թե չէ, որ գործանական որը չի կանգնում, ճիշտ է թե չէ այն խոսակցությունները, բամբասանքները դե իրականություն են, այստեղ նստելով
մենք ինչ գործ ունենք։ Հիմա Այո, վերապրանքում այնտեղ կանգնած են այո։ Քանի օր է։ Մերը կոնկրետ ուրեմն արդեն մի ամսից ավել է։ Քանի մեքենա։ 3 մեքենա, բայց Ինչ ուրեմն ծավալով բեռները, ինչ։ Ну 3 մեքենան ամեն մեկը 23000 շիշ եւ մենք ուրեմն աշխատում ենք մակետի հետ, ուրիշ մեքենաների ապրանքները, այսպես ասած, ինչ որ հրաշքով անցել են, երբեք չեն գործել։ Հնարավոր է օգտվեն առիթից եւ կոռուպցիոն ռիսկեր զարգանան այս ընթացքում եւ ինչ ճանապարհներ ինչ էլ հնարավոր է, դրա համար ես ասում եմ, այստեղ խնդիրը լուծելով այս խնդիրը չի ավարտվի։ Ես այստեղ լուրջ որոշակի հետաքրքրություններ եմ տեսնում, որոշակի տողածների, մենք պետք է հասկանանք ինչու սա տեղի ունեցավ։ Սա ովքեր են այս ամենի մեջ շահառում, հնարավոր է որ Հայաստանից կան, որովհետև խոսակցություններ կա, որ սա ամենը կապված է կոնյակի սպիրտի ոլորտում որոշակի վրացական շրջանների մասնակցության ակտիվության հետ, որոնք ինչ որ ձևով իրար հետ խնդիրներ ունեն, եւ սա ուզում են այսօր մխրճվեն հայկական բեռների անվտանգ, հայկական բրենդի անվտանգ, նաեւ իրանց ապրանքը։ Սա արդեն ուրիշ թեմա է, ժողովուրդ ջան, սա արդեն այստեղ հավաքվելու թեմա չի, հենց սա դրա համար եմ ասում, որ այսօր ճարահայտան են մենք բոլորս տեղ եկել հավաքվել, որպեսզի մենք մեր կոլեկտիվը պահենք, ինչպես նաև ազգային բրենդը պահենք եւ այս ամենը կարողանք պետությանը հարկ տալ։ Սա քաղաքական որևէ խնդիր չի, սա տնտեսական քաղաքականության խնդիր է։ Իսկ տնտեսական քաղաքականության մեջ բոլոր իրար հետ տարբեր քաղաքական կարծիքներ ունեցող մարդիկ պետք է հավաքվեն տնտեսական այս հարցը լուծելու համար, որովհետեւ երկրի անկախություն չկա առանց տնտեսական անկախության։ Իսկ հենց իրանք սպառնում են մեծ մեր անկախությանը կոնկրետ տրադիցիոն, ավանդական որոշակի շատ երկար ժամանակ եւ երկար ճանապարհ անցած մեր ազգային բրենդի, մեր կոնյակագործության գիտակցության դեմը փակելու, ինչպես նաեւ մեզ Ռուսաստանից շուկայից կտրելու։ Բան այսօր հարթեսակ խնդիրներ կլինեն։ Իսկ այսօր նաեւ դուք եթե այստեղ հավաքվել եք ամեն մեկի որևէ գործանի ներկայացա, այսօր Ռուսաստանի շուկայում որևէ խանութի ցանցի բամբակի կնքել կամ նոր շուկա մտնել, դա ահռելի ծախսեր է։ Սա է հիմնական խնդիրը, որը որ կարծում եմ, որ պետք է ընդհանուր արդեն ժամանակն է եւ մենք մեր հարցերը դրել ենք։ Ես անձամբ օրինակ խոսել եմ նաեւ փոխվարշապետի հետ, խոսել եմ ազգային ժողովի տնտեսական բլոկի ղեկավարի հետ։ Ինչ են ասել ձեզ։ Իրանք ասել են, որ կզբաղվեն, կզեկուցեն, որտեղ մենք տեսնում ենք, որ սա անպայման զեկուցվի Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ես առանձնական համոզված եմ, միգուցե որոշ խնդիրներ կան, բայց հենց այն խնդիրն է, որ պետք է պարոն վարչապետը խոսի նրանց վարչապետին եւ համոզված եմ, այդ դեպքում կլուծվի։ Ցավալիորեն միջև 3 շաբաթության պարոն վարչապետին դա չէր զեկուցվել, կամ էլ պարոն վարչապետը որպես չէր զանգել։ Այսինքն կարծում եք տեղյակ չի, մի քանի անգամ ես չեմ կարծում։ Ահա զանգեր են հնչեցվել, ամբողջովին ինքը տեսանյութերը տարածում։ Չեմ ուզում քաղաքականացնել, չեմ ուզում։ Այդտենց հարցերի չեմ ուզում պատասխանեմ։ Ես ուզում եմ։ Այսինքն վստահ եք, որ տեղյակ չի։ Ես չեմ էլ ուզում դարձնել։ Ես վստահ եմ, որ հարցը իր ամբողջ լրությամբ վարչապետին ներկայացված չի։ Այսօր հարցը ամբողջ լրությամբ եւ էկոնոմիկայի նախարարն է ներկայացնելու եւ փոխվարչապետները եւ ազգային ժողովի համապատասխան պատգամավորները։ Կհամբերեք մեկ երկու որպեսզի տեսնեք վիճակները, որը համոզված են այսօր այն ասեկոսները, բամբասանքները, որ իբր գնաց վրացական ինչ-որ մաֆիոզ շրջանակների հետ լուծես։ Այսօր այս հավաքից հետո պարոն վարչապետի վիճամարտից հետո դա վերանալու է։ Իսկ եթե չվերացավ, որ մենք լուրջ խնդիր ունենք։ Ներեցեք դուք ասում եք մանրամասները ներկայացված չեն։ Ինչ մանրամասներ ասում Թե օրինակի համար ինչու է օրինակ որոշակի մեքենաներ դնում են առանց հերթի կամ առանց խնդրի, որոշակի մեքենաներ այս կամ այն ճանապարհով ունեն, իսկ որոշակի մեքենաներ ընդհանրապես չեն թողնում։ Որոնք են այդ մեքենաները? Այդ մեքենաները ինչ իմպորտորների հետ են կապված, ինչ դիլերների հետ են կապված, ինչ ցանցերի հետ են կապված։ Իրանք այստեղ Հայաստանում ինչ գործունեություն են անում։ Միայն պատրաստի ադամի գործունեություն անում, թե նաև կոնյակի սպիրտի գործունեություն անում։ Պետք է պարզվի, պետք է ուսումնասիրվի։ Համապատասխան մարդիկ անհրաժեշտ ձևով խորը չեն ներկայացի պարոն վարչապետ։ Այսինքն դուք կարծում եք, որ եթե կոնյակի սպիրտատանում հետ են կայնացնում, ով իսկական կոնյակատանում բացեն։ Սա արդեն շատ ավելի լուրջ հարց է եւ երբ կնստենք, ես արդեն ասեցի։ Ես արդեն գինեգործանի սեփականատերն եմ եւ իմ կոլեկտիվի հետ նույնպես մասնակցում եմ խնդիրը, որպեսզի դրացական կողմը մեզ հստակ պատասխան տա։ Ինչ պատճառով է կանգնած, ինչ են անում իրանք, որ իրավունքով են։ Եվ եթե արել են միջև հիմա, ինչ են հայտնաբերել։ Եվ ինչպես է, որ որոշակի մեքենաներ կորում են, որոշակի մեքենաներ չեն։ Եվ բոլորն էլ հայկական փոխարինը։ Թող ցույց տան, ում անալիզն է լավ, ումն է վատ։ Շատ ժամանակ նորից կանչում են եւ բաց են թողում, առանց որ այդ փաստաթուղթ ներկայացնելու, թե ծրակոնակը վատ, ծրակոնակը լավ է։ Սա ոնց ասեմ,
խայտարակությունը են ամենամեղ ասած բառը, ապօրությունը եւ եթե մենք սա դեմը չկանենք, բայց էսեք կանեն տիրանի դեմ, կանեն ոչ մի այլ ապրանքի դեմ։ Ես համոզված եմ, որ սա պետք է լուծի պետական կարգով եւ սա նորմալ երևույթ է։ Հիմա ոչինչ, մենք այդ ձևով կօգնենք պետականությանը, մեր կառավարությանը, որ ինքն ավելի համբերեք, որ ինքն ավելի ուժեղ լինի եւ կհամբերենք մենք ներքո։ Ես համոզված եմ, որ այս ակցիայից հետո համապատասխան պետական օգտները իրանց հաստատությունը կամ իրանց ասելիք ասեն։ Իսկ դե չեն ասի, այդ դեպքում հավաքենք։ Նախորդ ակցիայից հետո չեն ասել։ Նախորդ ակցիայից հետո չեն ասել, պարոն Սարգսյան։ Երևի այսքան մարդ չենք ելել։ Ավելի շատ են եղել։ Հաջորդ անգամ ավելի շատ կլինի։ Ինչքան ժամանակ է արդեն կանգնած եք Վրաստանի հետ։ Մի ամսից առաջ։ Եղավ, շնորհակալություն։